Տեսեք, մի հատ կարևոր բան եմ ուզում ցույց տամ, էլի։ Ստե պիտի լինի մեր եղևնին։ Նայեք։ Վերևի շերտի սև հողը նույնիսկ, որ երևում է, այս այգում ես էլի եմ նյութեր արել, կավոտ սև հողը, պլաստիրինա։ Հավաստի տեղեկություններով նորից եմ ասում, ապարանի սև հողն է, ինչքան գիտեմ։ Հիմա նախքին ստեղ անողը սենց խոտի վրա, կարմիր ավազի վրա խոտեր ցանեմ, մենք այս շերտը հանել ենք, եղևնու փոսը փորել ենք մեծ, նույնիսկ երբ որ գորշին ենք հասել, առնվազն ստեղի խորությունը, որ այս գործուրից էլ ենք լցնելու էլի, բոլորը իրար հետ մի 80 կամ մի մետր ելնելու է։ Մի մետր տրամագիծն է, լայնությունը, տնկելու ենք ընդամենը մարդաբույր մի հատ եղևնի։ Ինչը արվում, տեսնում եք հիմա անձրևա ջուրը, ստեղ ջուր չենք օգտագործել, գալիս է, ժամերով չի ծծվում, մնում է։ Ահա թե ինչն է կարևոր, երբ որ հողը տավազային է լինում, շնչող հող է լինում եւ բաղադրությունը ճիշտ է խառնածնում։ Ստե ուղակի տակը տես կավա հողը թողել են, վրևը ավազ լցրել, նայեք, այսքան ավազ ենք հանել տեղից։ Այս չիմը հանելու ենք միտեղ տնկենք։ Հիմա ես ձեզ ցույց տամ այդ պայմաններում ստեղծած այս խառնած հողախառնուրդը։ Հիմա այս դույանները տնկել ենք այտենց հողի մեջ։ Հիմա օրինակ եմ ցույց տալի, նայեք։ Ջուրը անձրևել է գալի, այս հենց է լինում է այգեգործության աշխատանքները ու շատերը ցավոք ասում են դե ծառտնկելն ինչա որ իրանից ներկայացնում, մեր մոտ ամեն ինչ նպատակային է արվելու, ռեալ է արվելու, իզուր չեմ գրել ռեալ, նայք, ցույց եմ տալի ջուրը, մի քիչ էլ ուժեղ է էլի, մի ձեռով եմ ուղակի, տեսեք չէ, հեսա ցույց տամ, նայք, ստեղ մենք խորը հանել ենք, 50-60 խորության հանել ենք, ամբողջը լցրել ենք սենց խառնուրդ, նայեք, հիմա փակեմ, տեսեք ոնց է ինքը ծծվում արագ։ Հիմա սրանով կհասկանաք, թե ինչքան կարևոր է շնչող հողախառնուրդ սարքելը։ Տեսեք դե։ Հիմա համոզվեցիք, չէ, ինչ է արվում։ Իսկ սա լիներ կավա հող, չէր ծծվելու։ Այս հողն ենք սարքում, ժողովուրդ ջան, նայեք ինչ է ինքը։ Նայեք, հատ երկու անգամ խառնում ենք։ Տեսեք դե։ Հələ եթե